Ադրբեջանի սահմանադրությունը, ռազմական դոկտրինը, ազգային անվտանգության մասին օրենքը լիքն են հակահայկական ձևակերպումներով, Հայաստանից տարածքային պահանջներով։ Ադրբեջանը նոր ու գիշեր մեզնից սահմանադրության փոփոխություն է պահանջում, պարզ ձևակերպում, թե այնտեղ իրենցից տարածքային պահանջներ է տեսնում։ Մի խնդիր է, որ որևէ երկիր այլ երկրից չի կարող հիմնական օրենքի փոփոխություն պահանջել։ Մեկ այլ խնդիր է, որ հենց Ադրբեջանի սահմանադրությունը Հայաստանից տարածքային պահանջներ ունի։ Այս մասին Երևանը հիշատակել է ամենաբարձր մակարդակով։ Իսկ այդ երկրի Սահմանադրությունն ասում է, որ այն հենվում է 1918-ին ստեղծված պետության անկախության հռչակագրի վրա եւ որ այն միակ փաստաթուղթն է, որտեղ նշվում է Ադրբեջանի կոնկրետ տարածքը։ Այսուհետև Ադրբեջանի ժողովուրդները ինքնիշխան իրավունքների կրող են ճանաչվում, իսկ Ադրբեջանը կազմված արևելյան եւ հարավային Անդրկովկասից, անկախ պետություն։ Պաշտոնական Բաքվի քարտեզում արևելյան Անդրկովկասը ներառում է Սյունիքի մարզը, տարածքներ Գեղարքունիքից ու Վայոց ձորից։ Երևանն ասում է գիտի այս մասին, բայց սա չի դարձնում բանակցությունների թեմա, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում դրույթ կա, ըստ որի կողմերից որևէ մեկը չի կարող խաղում անել իր ներքին օրենսդրությանը որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթների չիրականացման։ Միջազգային agentները սակայն պնդում են, Ալիևը իրավական, առավել ևս բարոյական լեզուն չի հասկանում։ Քարոզչական տերորին նույն լեզվով պետք է պատասխանել։ Պահանջի դեմ պետք է պահանջել։ Այդպես հլուոնազան լսել կամ ինչ-որ մտածել կատարելու մասին, դա շատ սխալ է։ Արևելքցիք սիրում են ուժը, ուժի դեմ ուժը։ Իսկ մենք միշտ մտածում ենք, օր առաջ խաղաղության պայմանագիրը կնքենք, շատ ներողություն, այդ խաղաղության պայմանագրի հետևից շատ չընկնենք։ Դա նշանակում է, որ մենք խնդրում ենք, որ պայմանագիրը կնքվի, իսկ խնդրելու հարց չկա այստեղ։ Այն ժամանակ երբ իրենք մեր արժեվ խիստ պահանջներ են դնում, շատ վտանգավոր պահանջներ են դնում։ Նրանք փաստացի ամբողջը վաղօրոք են պլանավորել։ Բաքվի ռազմական դոկտրինը ուղիղ շեշտադրումներով է։ Այստեղ ադրբեջանցիներն ասում են Հայաստանը օկուպանտ է, էթնիկ զտումների հեղինակ։ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիան, էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը Հայաստանի այն շրջաններում, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, ազգային անվտանգության վրա ազդող հիմնական բացասական գործոններն են։ Ռազմական դոկտրինում ադրբեջանցիները գրել են, թե Բաքուն իրեն իրավունք է վերապահում կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ ռազմական ուժ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը։ Ռազմական ուժի կիրառման հետ կապված ի դեպ նկատենք Ադրբեջանը, որ տասնամյակներ առաջ ճիգ ու ջանք չէր խնայում անդամակցելու Եվրոպայի խորհրդին, ի վերջո ընդգրկվեց եվրոպական այդ ընտանիք պայմանով, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառելով ուժի կիրառումը։ Միջազգային այս փաստաթղթերը ոտքի տակ առած Բաքուն ներսում խզբզանք փաստաթղթեր մոգոնել մեկի անունն էլ դրել ազգային անվտանգության ռազմավարություն լեփ-լեցուն հայկական կողմի համար խնդրահարույց կետերով։ Հարևան Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ իրականացրել է ռազմական ագրեսիա, որի արդյունքում մոտ 1 միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ եւ փախստականներ։ Այստեղ նրանք նույնիսկ ինքնիշխան Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանի մասին են գրել։ Բողոքում են, թե մեջբերում Հայաստանի հարևան երկրների տարածքները ենթարկվում են քիմիական, ռադիոակտիվ եւ այլ վնասակար նյութերով աղտոտման։ Մեջբերման վերջը։ Ահա այսպես տեղին մոգոնել, սարքել են այնպես, ինչպես իրենց է հարմար։ Իրենց խզբզանքներում ներառել են հենց այն, ինչ իրենք են ձեռնարկել ու իրականացրել հայերի նկատմամբ։ Էթնիկ զտում, տեղահանություն, օկուպացիա, աշխարհի բաց աչքի առաջ։ Սիրան Շմրատյան, ժամը լրատվական։